Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ռինգու, ինչ է պատահել, ինչու ես այդքան մտահոգ։ Սահիբ, մենք գնում ենք վագր որսալու։ Մարդակեր վագրը մեր գյուղի տարածքում պտտվում է։ Եվ իրենց հետ գնում ես։ Այո, բայց ինչ կլինի, եթե նա հարձակվի, կամ չար ոգիները գան։ Կա մեկը, ով կպաշտպանի քեզ, նա ավելի հզոր է և ամեն բան կարող է անել։ Նա ավելի հզոր է, քան չար ոգիները, դա Հիսուսն է։ Աստվածաշունչն ասում է, որ նա եկավ, որ չար ոգիների ուժից ազատի մեզ։ Հիսուսն իսկապես ավելի հզոր է, քան նրանք։ Այո, շատ ավելի հզոր է։ Ես ուզում եմ քեզ նման հավատալ նրան։ Ռինգուն հասկանում էր, որ Հիսուսի կարիքն ուներ։ Նա աղոթեց և Հիսուսին իր կյանքը հրավիրեց։ Նա անտեսանելի Աստծո հետ խոսեց և համոզված էր, որ Հիսուսը լսեց իրեն։ Ռինգու, դու միշտ կարող ես խոսել Հիսուսի հետ և խնդրել, որ քեզ օգնի, նույնիսկ վագրի որսի ժամանակ։ Մի քանի ժամ հետո գնալու ժամանակն էր։ Տղամարդիկ վերցրին զենքերը, իսկ Ռինգուն՝ լույսը։ Նրանք շատ լուռ բարձրացան հին ծառի վրա, որը խմելու լճի կողքին էր։ Որսորդները շատ լարված էին, երբ հսկում էին տարածքը։ Ռինգուն լուռ աղոթում էր. Տեր Հիսուս, խնդրում եմ օգնիր մեզ, որ առանց ուրիշ մարդկանց վնաս տալու սպանենք վագրին։ Տեսնում եք, այնտեղ ինչ-որ բան է շարժվում։ Ռինգուն ամուր բռնեց հայրիկի ձեռքը։ Նա դժվարությամբ էր շնչում։ Վագրը հասավ ցուլի սատկած մարմնին, որը դրված էր որպես ծուղակ։ Վագրը հարձակվեց դրա վրա, հետո նայեց վերև, և ամեն բան շատ արագ տեղի ունեցավ։ Սարսափելի է, ծուռ կրակեցի։ Զգուշացեք, նա գալիս է, նա մեզ վրա է ցատկելու։ Ռինգու, լապտերի լույսը պահիր նրա աչքերին, կուրացրու նրան։ Օգնեք, լույսը շատ թույլ է։ Տեր Հիսուս, ինչ անեմ։ Ռինգուն իր ամբողջ ուժով լապտերը հարվածեց գետնին։ Վագրը գնաց դեպի լույսը, կրակոցի ձայն հնչեց։ Վագրը ևս մեկ անգամ վերցատկեց և վիրավորված գլորվեց երկար խոտերի մեջ։ Ռինգուի հայրը լիցքավորեց իր զենքը, քաշեց ձգանը և վտանգավոր կենդանին ընկավ գետնին։ Բոլորը հանգիստ շունչ քաշեցին, և Ռինգուն լուռ աղոթեց. Տեր, շնորհակալ եմ, որ օգնեցիր մեզ։ Աստված ոչ ոքի չի լքում, իսկ դու նրա հետ ինչ փորձառություն ես ունեցել։ Դու կարող ես ինձ գրել և պատմել, թե ինչպես է Աստված պատասխանել քո աղոթքներին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։